Հերմինե դիալոգ հաղորդման նոր թողարկմանը հյուրընկալվել էին երգչուհի Սոնա Շահգելդյանն ու որդին՝ Արթուրը։ Star News-ը հետևել է հարցազրույցին, որի ընթացքում Սոնան անկեղծորեն պատմել է իր երկրորդ ամուսնության և կողակցի սիրո մասին։ Արթուրը տեղյակ է, և ես Արթուրիցս ոչինչ չունեմ թաքցնելու։ Փորձել եմ միշտ փակ պահել այս թեման, քանի որ անձնական է։ Իմ կողակիցն էլ այդքան չի սիրում սոցցանցեր։ Իր գործով, իր սիրելով, իր տեսակով, իր հարգանքով ապացուցում է ամեն բան։ Ես ուրախ եմ շատ, Աստծո կամքով է այսպես ստացվել, ես ոչինչ չեմ պլանավորել։ Շփվում եմ, ունեմ սիրող մարդ, սիրող անձնավորություն։ Սերն իսկապես հիասքանչ բան է։ Արթուրս բնականաբար տեղյակ է, շատ սիրում է։ Ինքը պակասը ընդհանրապես չի զգում, լրացվում է։ Քանի տարի է իրար հետ շփվում ու ապրում ենք միասին։ Կարծում եմ, որ հետագան ապագան ցույց կտա, ես ոչինչ չեմ կարող կանխատեսել։ Մենք մեկս մյուսին լրացնում ենք, համ շատ նման ենք իրար, համ տարբեր։ Ես խանդոտ մարդ եմ, իմ մեջ դա կա, շատ խանդոտ եմ տեսակով։ Ինքն էլ է խանդոտ, բայց հազվադեպ է ցույց տալիս, ավելի հասուն է։ Իսկական տղամարդ է և սիրում է իմ տեսակը։ Աստծո կամքով մենք իրար հետ ենք, թե հետագան ինչ կլինի, չեմ կարող ասել, նշել է երգչուհին։ Սոնա Շահգելդյանը վերջին շրջանում եղել էր «Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը, որտեղ էլ անկեղծ զրույց էր ունեցել։ Իջական աղջկա չարաճճիությունները ստվերում էին թողնում նրա ձայնային տվյալները։ Մամաս ասում էր՝ դու պիտի տղա ծնվեիր անպայման։ Էն ժամանակվանից եղել եմ աշխույժ, խելառ, բայց դա ինձ չի խանգարել երբեք։ Շատ օգնել ա, և տղաներին էի ծեծում իհարկե։ Երբ նա փոքր էր, ծնողները հեռացան իրարից, հայրիկի հետ կապն այսօր ընդհատված է։ Վաղուց չեմ տեսել, ինքը պետք ա ցանկանա, որ ինքը ցանկանա, ես այդ կապը կպահեմ։ Մեր մեջ չի եղել վեճ, կռիվ, որ չենք ուզում խոսել, վերջ։ 15 տարի առաջ նոր ալիք մրցույթը մի նոր ալիք բերեց երգչուհու կյանք։ Նա դարձավ Հայաստանը ներկայացնող առաջին մասնակիցը, ով հաղթեց հեղինակավոր այդ մրցույթում։ Ճիշտն ասած չէի հավատում, մրցույթներին հավատով չեմ մոտենում էն առումով, որովհետև կարող ա նախապես ընտրեն ով ա գնում։ Ոնց որ հարկն էր, ինձ չեն դիմավորել, չեն պատվել։ 2015 թվականին հայտնի դարձավ, որ Սոնա Շահգելդյանն ամուսնացել է, այսօր նա մի որդի ունի։ Ինքը հիմա Միացյալ Նահանգներում ա և իրա կյանքը պատկերացրել ա տենց։ Մի որոշ ժամանակ եղել ա դադար, չենք շփվել։ Բայց կապը միշտ կա, ու ես հիմա իմ կյանքը փորձում եմ դասավորել այլ կերպ։ Հաճախ հայտնվելով քննադատությունների ու քննարկումների կենտրոնում նա չի կոտրվում այդ ամենից։ Մարդու նկատմամբ մարդ մնալ է պետք, ասում է նա, հորդորելով երբեք չվատաբանել լավ մարդկանց։ Star News-ը սիրով զրույցից առանձնացրել էր այսքանը։ Նշենք, որ Սոնան վերջերս ունեցել էր նաև հարցազրույց «Անկեղծ զրույց Մհերի հետ» հաղորդաշարի շրջանակներում։ Զրույցի ընթացքում խոսք եղավ մրցույթներից, որոնց Սոնան ունեցել է իր մասնակցությունն ու հաղթանակը։ Ես մեզ կարող եմ համարել մրցույթային երգիչներ։ Ամեն մարդ չի կարող մրցույթում ներկայացնել Հայաստանը, լավ երգիչ է և երգչուհին պետք է լինի նաև մրցույթային։ Մհերն ու Սոնան խոսեցին ճանաչված ու սիրված լինելուց, չարախոսություններից։ Մարդիկ փորձում են կռիվ գցել, ինտրիգ բոլորիս մեջ էլ կարող է լինել։ Կարող ենք խոսենք էլ, վիճենք էլ։ Ամեն մեկս ունենք տարբեր հայացողություն, բայց կան մարդիկ, որ ուզում են քեզանով կայանան, անիմաստ բաներ են խոսում։ Ոչինչ, ես դրանից չեմ նեղվում, իրենք թող խոսան, ես դրանից ավելի կբարձրանամ։ Ես կմնամ իմ դիրքերում, չեմ պատասխանի։ Մարդիկ իրենց անցյալը չեն մոռանում երբեք, ապրում են ներկայով։ Ես խորհուրդ կտամ անցյալն էլ հիշեն, ներկայով ապրեն ու թող ապագան էլ լավ լինի իրենց համար։ Չմոռանան, որ ուզում էին ինձ հետ նկարվեին, որ իմ շողքի տակ մեծացան, բայց հիմա վեր են թռնում։ Մեքենան կոտրելու դեպքի մասին Սոնան ասաց. Հենց անցյալ տարվա Նոր տարվա 31-ին արթնանում եմ, գնամ նկարահանման, տեսնում եմ ավտոյիս ապակու կեսը չկա։ Նենց չէր, որ գումար չէին տարել, չեմ ասում ահռելի գումար, բայց ամեն դեպքում ես չեմ դիմել ոչ մեկի և չեմ դիմի կյանքում։ Այնքան բաներ կան, որ չեն բացահայտվում, ասել եմ դրանք մեր կյանքում մանրուքներ են, ոչինչ։ Հաղորդման վերջին հատվածում խոսք եղավ նաև մրցանակաբաշխություններում անտեսված լինելու մասին։
Դրան տեղ չեմ տալիս, որովհետև նենց մրցույթների եմ մասնակցել 10 տարեկանից, նենց մրցանակներ եմ բերել։ Ես ոչ նախանձով եմ խոսում, ոչ չարությամբ, բացարձակապես։ Իմ համար չեն էլ քննարկվում մրցանակաբաշխությունները, որովհետև եթե ես մի տեղ չկամ, ուրեմն փլավ ա։ Երևի լավն ենք, որ չկանք, ուժեղ ենք։ Եթե երգենք շատ մարդիկ չեն երևա, ասել էր երգչուհին։ Քանի որ հարցազրույցի ընթացքում խոսք եղավ մեքենայի ապակին կոտրելու դեպքի մասին, նշենք, որ երգչուհու խոսքով իր մեքենայի ապակին կոտրել է իրեն ճանաչող մարդ, որպեսզի ամանորի գիշերը վատություն անի։ Նա հաստատելով լուրը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել այս մասին։ Կարծում եմ, որ դիտավորյալ քայլ էր իմացող մարդու կողմից, ամանորի գիշերը վատություն անելու ինձ։ Այդ մասին հայտնել եմ պատկան մարմիններին, որոնք զբաղվում են այդ գործով, գրել էր երգչուհին։ Շագելձյանի խոսքով գտնվել են բարի մարդիկ, որոնք օգնել են նոր ապակի տեղադրել, իսկ ինքը չի չեղարկել իր ծրագրերն ու անցել է աշխատանքի։ Երգչուհին այն ժամանակ չէր անդրադարձել գողացված գումարի մասին լուրերին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Շամշյան.com-ը գրել էր, որ Շահգելձյանին ամանորի գիշերը թալանել են։ Սոնա Շահգելձյանն այն համոզմանն է, որ արտիստը պետք է որակ թելադրի հանդիսատեսին, ոչ թե հարմարվի տենդենսներին։ Հենց այս սկզբունքով է նա երգարվեստում իր ճանապարհը հարթել ավելի քան 20 տարի։ Երգչուհի Սոնա Շահգելձյանը պնդում է, որ եթե երգարվեստով չզբաղվեր, ապա դերասանուհի կդառնար։ Նա իր հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ այդ շրջանում նկարահանվում էր Լուսինե Մարտիրոսյանի «Թադևոսը Փարիզից» գեղարվեստական ֆիլմում ու չնայած աշխատանքի բարդությանը և գիշերային նկարահանումներին ոգեշնչված է եղել այդ աշխատանքով։ Միշտ առավոտյան եմ տուն եկել, բայց հասկացա, որ դերասանությունը իմ տարերքն է։ Այս պահին ես ավելի շատ եմ սիրում ֆիլմում երևալ, քան գուցե երգել։ Իսկ հանդիսատեսը կկարողանա գնահատել աշխատանքը, երբ այն մեծ էկրանին լինի, նշել էր նա։ Նա նաև նկատել էր, որ իր ճանապարհը երգարվեստում հեշտ չի եղել, սակայն ընտանիքի աջակցության և իր աշխատասիրության շնորհիվ կարողացել է իր տեղը գտնել և մնալ այնտեղ գրեթե 20 տարի։ Սոնան նշել էր, որ երբեք գլամուր չի եղել և միշտ իր երգով է առաջ գնացել։ Նա կարծում է, որ այժմ հայկական շոու բիզնեսում հետընթաց է գրանցվել, քանզի ընկել է համերգների որակը։ Երգչուհին պնդում է, որ արտիստը պետք է որակ թելադրի հանդիսատեսին, ոչ թե հարմարվի տենդենսներին։ Կամ պետք է լավ երգես, կամ չերգես, իսկ նրանք, ովքեր ձայն չունեն ու չեն կարողանում լավ կատարել, փորձում են կերպարով գրավել հանդիսատեսին, ասել էր երգչուհին։ Այժմ երգչուհու և Արկադի Դումիկյանի հետ կապված բուռն քննարկում ունեցած դեպքի մասին։ Արկադի Դումիկյանը և Սոնա Շահգելձյանը, որոնց սոցցանցերում քննադատում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի մասնակցությամբ սև ու սպիտակ միջոցառմանը մասնակցելու համար, հայտարարել են, որ իրենք ընդամենը բարեգործական համերգի են մասնակցել և պետք չէ դա քաղաքականացնել։ Նշենք, որ միջոցառումը տեղի էր ունեցել Երևանի Տիչինայի փողոցում գտնվող սրահներից մեկում այն օրը, երբ հանրապետության հյուսիսային հատվածները վերածվել էին աղետի գոտու։ Համացանցում տարածվող տեսանյութը, որում երևում են Արկադի Դումիկյանը և Սոնա Շահգելձյանը, բուռն քննարկման և քննադատությունների առիթ էր դարձել։ Երգչուհի Սոնա Շահգելձյանը ասել էր, որ չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել, նշելով, որ ինքը երբեք փարթիների չի գնում, մասնակցում է միայն բարեգործական համերգների։ Սոնա Շահգելձյանի մայրիկը Անահիտ Շահգելձյանը տեղեկացրել էր, որ մեկ ամիս առաջ Սոնային այդ միջոցառմանը հրավիրել է Աստղածնունդ հաղորդման վարող Արայիկ Համբարձումյանը։ Ասել է բարեգործական համերգ է և Սոնայի ծանոթներից մեկի բարեգործական միջոցառումների նախաձեռնող Կարինեի ծննդյան օրը։